Ով գիտի ոնց կարան գոհացնենք Աստծուն։ Քայլով, գործով։ Հալելույա։ Սերներս, եթե մի բան կա, որ կարան գոհացնենք, կամ սենց ասեմ, եթե մի բան կա, որ առանց դրա անհնար է գոհացնել Աստծուն, դա հավատքն է։ Ճիշտ է։ Եբրայեցիների թուղթը շատ պարզ է ասում. անհնար է Աստծուն գոհացնել առանց հավատքի։ Ամեն։ Մի հատ պատմություն կա, ես շատ եմ կարդացել այս պատմությունը, բայց բավականին վերջերս սենց մի հատ հայտնություն ստացա ու սկսեց ամբողջ իմ հայացքը փոխվել։ Այս պատմության շուրջ։ Ասում էին, նույնիսկ սենց հայերեն ասած, հա, կարելի է այսքան կարդալ, բայց այս փաստը չտեսնել, վրիպել։ Կուզեմ այս պատմությունը մի հատ իրար հետ կարդանք ու արդեն անցնենք թե ինչա իրենից ասում։ Այսօրվա վերնագիրը սերելս չափ թե որակ։ Կա չափ, կա որակ, չէ՞։ Մատթեոսի 17-ում է գրված այս պատմությունը, Հիսուսի հետ է կատարվում, Հիսուսի խոսքերն են սա։ Նա է ասում այս ամենը։ Ասում է, երբ որ նրանք ժողովրդի մոտ եկան, Հիսուսին մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ եւ ասաց. Տեր, ողորմիր իմ որդուն, որովհետեւ լուսնոտ է եւ սաստիկ տանջվում է։ Հաճախ ընկնում է կրակի կամ ջրի մեջ, եւ նրանք ու աշակերտների մոտ բերեցի, բայց նրան չկարողացան բժշկել։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց. Ով անհավատ ու մորորյալ սերունդ։ Մինչև երբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև երբ պետք է ձեզ հանդուրժեմ։ Կոպիտ ասած ժողովուրդ ջան, Հիսուսը ոնց որ ասի զզվեցրիք թողիկ։ Հա? Սենց կարդացել եք ես։ Զարմացա։ Նրան ինձ մոտ այստեղ բերեք։ Հիսուսը նրան զաստեց եւ դևը նրա միջից դուրս ելավ եւ տղան նույն պահից բժշկվեց։ Այդ ժամանակ աշակերտները առանձին մոտեցան Հիսուսին եւ ասացին. Ինչու մենք չկարողացանք նրան հանել։ Ու այստեղ սկսեց երներս Հիսուսի պատասխանը։ Հիսուսը նրանց ասաց. ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի ձեր Աստվածաշնչում ինչ է գրած։ Մանանեխի հատիկի չափ։ Բայց գիտեիք, չէ՞ որ չափ չի գրված։ Չգիտեիք, ես էլ չգիտեի։ Սա որ գրած է մանանեխի հատիկի նման։ Չափի մասին չի խոսքը։ Նմանության մասին է խոսքը։ Հավատ ունենայիք եւ այս սարին ասեք այստեղից այնտեղ փոխադրվիր, այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի, բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով։ Հիմա տեսեք Ժողովուրդ ջան, Հիսուսը ասում է, այդ մանանեխի հատիկի նման հավատք ունենալով դու սարին կարաս ասեց վեկած, ընկի ծովը։ Ես միշտ մտածում եի այդ մանանեխի չափ, այսինքն այսքան հավատք է հերիք է որ այդ սարին ասես, բայց գիտեք Հիսուսը չափի մասին չի խոսում փաստորեն։ Պարզվում է որ Հիսուսը ուրիշ բանի մասին է խոսում։ Այստեղ հունարեն հոս բառն է գրված, որը արտահայտում է ոչ թե չափի կամ քանակի, այլ ձևի կամ որակի համեմատություն։ Այսպիսով Հիսուսը չի ասում, եթե դուք ունեք մանանեխի հատիկի չափ հավատք, այլ եթե դուք ունեք մանանեխի հատիկի հատկություններ ունեցող հավատք։ Ու դրանից հետո իմ մեջ մի բան բացվեց, կարելի է մի հատ ուսումնասիրել ես ինչ հատկություններ են այս մանանեխի հատիկը որ ունի։ Չէ՞։ Ժողովուրդ, ընդհանրապես մանանեխը, ասեմ ձեզ, էսի մի քիչ բիոլոգիա, բան, բուսականություն, հա։ Մանանեխը ընդհանրապես ծառ չի, թուփ է։ Հա։ Ուղղակի այն ժամանակ այդ չէին տարբերում թուփ ու ծառը, մեծ էր, ճյուղեր ուներ, ասում էին ծառա։ Ուղղակի հատկություններն այստեղ շատ էական։ Կուզեմ 3 փուլով հասկանանք այս մանանեխի հատիկը ինչ հատկություններ ունի, որ Հիսուսն ասում է, այ տենց հավատք եթե ունենաք, այդ սարին կասեք վեկած ընկի ձորը։ Այդ դրա հատկություններով հավատք։ Ու գիտեք, ուսումնասիրելու ժամանակ փաստորեն բարձում է այնքան հատկություններ ունի։ Չես պատկերացնում, որ կարելի է սերումը այդքան հատկություն ունենա, բայց բանից դուրս է գալի, հա։ Ուրեմն տեսեք առաջի փուլում հավատքը որպես սերմ։ Սկսում ենք սկզբից։ Փոքրի սկզբից մինչև մեծ ազդեցություն։ Ինչը մանանեխի հատիկը, իր հատկություններից մեկը, այն բառացիորեն փոքր է։ Ասեմ ձեզ, սերմերի մեջ երևի ամենափոքր սերմերից է համարվում։ Նրանից երևի ինչքան գիտեմ մի սերմա, որ ավելի փոքր է։
Բայց այն ժամանակվա համար ճանաչված ամենափոքր սերմն էր։ Հավատքը, սիրելիներս, սրա զուգահեռը որն է։ Հավատքը պարտադիր չէ, որ սկսվի ճնշող զգացմունքից կամ դրամատիկ փորձառությունից։ Այն կարող է սկսվել վստահության փոքր քայլից, լուր որոշումից կամ մեկ անկեղծ մտքից։ Այստեղից սկսում է այդ հավատքը։ Շատ փոքր է, աննշան, չերևացող։ Մի հատ միտք ունեցար, վստահություն ստացար Աստծո կողմից այդ մտքի, ձևավորվեց քո մեջ հավատք ու այդտեղից ամեն ինչը սկսում է։ Բայց դա չի ավարտվել, դա սկիզբն է ուղղակի լա։ Հաջորդ հատկությունը կենտրոնացված ներուժ ունի այդ մանանեխի հատիկը, այսինքն ինչ նկատի ունեմ, պարունակում է հսկայական բույսի համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունն ու էներգիան։ Այդ փոքր սերմից Իմիջիայլոց կարդացել եմ, որ այդ սև մանանեխի սերմը մինչև 3 մետր բույս է աճում։ Այդ փոքր սերմից այդ ամեն ինֆորմացիան, այդ ամեն զորությունը, այդ ամեն պարունակությունը այդ մի փոքր բանի մեջ էր։ Հիմա ո՞րն է մեր հավատքի հետ զուգահեռը։ Իրական հավատքը, նույնիսկ եթե սկզբում փոքր է թվում, պարունակում է Աստծո արքայության ողջ ներուժը։ Այն պարունակում է հույսի վերափոխման եւ Աստծո զորության դենեթն։ Ինչ որ դատարկ միտք չի սիրելիներս։ Եթե այդ հավատքը, այդ փոքր մի բանը սերմն է ցանում քո սրտում, դա դատարկ միտք չի, այլ հավատք է արդեն։ Աստծո կողմից տնկված սերմ է, լի աստվածային էներգիայով։ Հիմա տեսեք, կա ինչ-որ մեկը, որ սրա մեջ ներառված չի։ Չկա։ Բոլորս ունենք այս պոտենցիալը։ Բոլորիս մեջ այսենց հավատ կարա ձևավորվի։ Բոլորս ուղղակի պիտի ուշադրություն դարձնենք, որ սրան հետևենք։ Որ Հիսուսը ասեց, այդ դրա նման հավատ կունեցեք։ Հələ տեսեք ձեր համար ինչ որ անհնարին բան կլինի։ Մի ուրիշ տեղ ասում է հավատ քեզ չասեցի հավատա եւ Աստծո փառքը կտեսնես։ Հավատքով քեզ թող տրվի։ Ժորդ այդ հավատքը փաստորեն լուրջ բան է, որ հատկություններ պիտի ունենա ու Հիսուսը այդ հավատքի հատկությունը համեմատում է մանանեխի սերմի հետ։ Շարունակենք։ Երրորդ կետը, այս առաջի փուլի երրորդ կետն է։ Ակտիվացում, այսինքն կոտրվում է այդ սերմը վերջի վերջո։ Ես կարդալուց ուսումնասիրելուց բացահայտեցի, որ այդ մանանեխի հատիկը, որ ծամես, ինքը կծու է, կծվություն ունի, սուր է։ Մանանեխի հատիկը սրությունը ազատվում է, այսինքն այդ կծվությունը ազատվում է միայն այն ժամանակ, երբ կեղևը կոտրվում է եւ ջուր է լցվում նրա մեջ, ավելացվում։ Բա մեր հավատքի զուգահեռը որն է։ Հաճախ հավատքը իսկապես արդյունավետ ու հզոր է դառնում միայն այն ժամանակ, երբ մեր սեփական գաղափարները, հպարտությունը կամ ինքնավստահությունը կոտրվում են։ Այն պահ, երբ որ դու զգում ես, որ դու չես կարում, որ արդեն հասել ես մի կետի, որ քո հնարավորությունները չեն ներում, որ դու շարունակես քայլել, որ քո զորությունը արդեն ավարտվել է, դու կոտրվում ես, այ իրական այն իրավիճակն է, որ քո հավատքը պիտի սկսի բխել։ Այդ պահին դու պիտի ոչ թե հեռանաս, այլ ավելին Աստծուն մոտենաս, որ Աստված էլ այդ հավատքը քո մեջ բարձրացնի, զորացնի, աճեցնի։ Չորրորդը, մանանեխի սերմը, դիմացկունություն ու համբերություն։ Պարզվում է, որ կարող է երկար ժամանակ հանգստանալ եւ սպասել հողի մեջ։ Ցանում ես, բան չի երևում։ Ջրում ես, բան չի երևում։ Սպասում է։ Նույնն էլ հավատքը, ժողովուրդ ջան, իրական հավատքը անցողիկ չէ։ Այս Հիսուսի առակը հիշում եք, չէ՞ որ սերմերը ցանվում, սերմնացանը որ ցանում է, մի քանիսը են գնում են ժայռերի վրա, փշոտ բաների մեջ եւ այլ, ու այն հողի մեջ որ աճ է տալիս։ Եթե հավատքը մեր այս սրան համապատասխան հավատքը պիտի սպասի, սպասելու ընդունակություն պիտի ունենա։ Այն կարող է դիմանալ կասկածի, երաշտի կամ գայթակղության ժամանակներին։
Այն ունի համբերություն սпасելու Աստծո ճիշտ ժամանակին ծրելու համար։ Մի հատ խոսք ասում, Աստված ամենաուշը ժամանակին է գալի։ Աստված ամենաուշը ժամանակին է գործում։ Մեր հավատքը պետք է սրա վրա հիմնված լինի, ոչ թե իմ ժամանակն է հիմա կարևոր, ոչ թե իմ թայմինգն է, հա, որ որոշում է, այլ Աստծունը, ես կարող եմ, ընդունակ եմ սпасելու Աստծուն։ Իմ հավատքը ներում է, որ ես սпасեմ այդ Աստծուն։ Ամեն։ 5-րդը մանանեխի սերմը արագ ծլում է համապատասխան պայմաններում։ Էս էլ է զարմացնող մի հատ փաստ էր։ Փաստորեն այդ սերմը երբ որ բացվում է, սկսում է այդ բույսը ծլել, այնքան արագ է, որ բուսականության մեջ շա եզակի բան է, որ ընդամենը 3 օր հետո արդեն թուփ է փոքր։ Ընդամենը 1 շաբաթ հետո կարա արդեն այսին բոյին լինի, եւ ընդամենը 21 օր հետո արդեն ինքը հասունացած է։ Հավատքը որն է սրա։ Եթե մարդու սիրտը բաց է ու պատրաստ, հավատքը կարող է շատ արագ արմատ գցել ու նոր կյանքի առաջին տեսանելի նշանները բերել։ Ամեն։ Այն ժամանակ, երբ որ սպասեցինք, Աստված երբ պիտի գործի, ու Աստված սկսեց գործել, այդ դրանից միանգամից մեր հավատքը նենց մի հատ ժայթքում է վերապրում, ժողովուրդ ջան, որ այդ Հիսուսի ասած հատկանիշն է ունենում։ Հələ սկիզբն է, հələ նոր ենք սկսել։ Երկրորդ փուլը։ Էլ ինչա պատահում։ Հավատքի աճ։ Էսի որ խոսացինք, սերմը ցանվեց, հողի մեջ սպասեց, դիմացավ, ճիշտ ժամանակը եկավ, ծլեց։ Բայց սրանով չի ավարտվում, նոր է սկսում։ Հավատը աճի նկատմամբ։ Ասեցի, որ մանանեխի սերմը պայթուցիկ ու անկասելի աճ ունի։ Երբ որ սկսեց աճել, էլ դրան բանանել չկա, դանդաղեցնել չկա։ Անհամաչափ արագ ու մեծ աճում։ Անհամաչափ։ Մանանեխի հատիկի նման հավատքը դինամիկ է, ժողովուրդ։ Այն նախատեսված է ավելի ու ավելի թափանցելու եւ վերափոխելու մեր մտքերը, դժեք, մտքերը, զգացմունքները ու գործողությունները։ Ոչ թե հակառակը, ժողովուրդ։ Ոչ թե մեր միտքն է որոշում մեր հավատքը, ոչ թե մեր զգացմունքներն է որոշում մեր հավատքը, կամ էլ ինչ-որ ուրիշ գործողություններ, որ էս կան, ուրեմն հավատում ենք, եթե չկան, ուրեմն չենք հավատում։ Չէ, հակառակն է։ Հակառակն է, դու հավատում ես եւ դրանից բխում են մնացած բաները։ Քո գործողությունները, քո մտքերը եւ այլ եւ այլ։ Եվ այդ ամեն ինչը դեղից է սկսում։ Այս աճը հաճախ զարմացնում է մեզ եւ ուրիշներին։ Որ դու ես հետո զարմացած մնում, որ ոնց կարամ իրավիճակի մեջ այսպես համբերություն ցուցաբերեմ։ Ոնց կարամ ես իրավիճակի մեջ հունիցս դուրս չգամ։ Հետո ոնց կարա ես մարդը ես իրավիճակի մեջ սենց հանգիստ մնա։ Կողքինն է զարմանում արդեն։ Ինչպես կարելի է, ժողովուրդ, ամեն մեկս էլ այս իրավիճակները վերապրել են, գիտենք ես ինչա նշանակում։ Անմարդկային, գերբնական բան է սա։ Գերբնական է, որ իրավիճակդ նայում ես ոչ մի ինչ-որ լավ հուսադրող բան չկա։ Նայում ես միգուցե հիվանդ ես, նայում ես միգուցե ֆինանսական խնդիրներ էլ կան։ Ամեն ինչը քո դեմ է։ Բայց ունես հավատք։ Կարողանում ես այս իրավիճակների մեջ Աստծո ձեռքը պինդ բռնել, ամուր բռնել։ Այ եթե կարում ես, Աստված էլ ասում է, որ դրա այս նշանները հետևելու են։ Մարդիկ զարմանալու են, դու էլ ես զարմանալու, բայց դրանով չի ավարտվում։ Այս աճը հաճախ զարմացնում է մեզ եւ ուրիշներին, եւ թվում է անհամաչափ փոքր սկզբի նկատմամբ։ Այն որ ասում ես, լավ ես, ինչի սկսեց։ Մի հատ միտք էր էլի։ Մի հատ որոշում էր։ Մի հատ փոքր բան էր իմ կյանքում, բայց դուրս եկավ, բերեց այնպես իրավիճակին հասցրեց, որ ես կարում եմ սենց դիմակայել։ Երկրորդը առանց մեծ պահանջների եւ աստվածային ուժ։ Հավատքի հատկություն, որ Հիսուսը ուզում է տեսնի։ Մանանեխի հատիկը, ժողովուրդ, աճում է նույնիսկ դժվարին հողում։ Չոր, մոլախոտերով լի, չգիտեմ, կենսաբան չեմ, բադ, մի խոսքով, լավ հող չի։ Հավատքը ոնց է։
Այդպիսի հավատքն էլ կախված չէ կատարյալ արտաքին հանգամանքներից։ Տունը տեղը ունես, աշխատանք ունես, ընտանիքդ առողջ է, դու առողջ ես, սաղ լավ ես, այս հենց իրավիճակի մեջ հալելույա կարանք ասենք Աստծուն։ Բայց կարաս այդ նույն հալելույան ասես, եթե այդ ամենը չկա։ Ամեն մեկս կարանք մի հատ մեզ հարց տանք, հնարավոր է դա թե ոչ։ Այն չի կարճում հարստությունից, առողջությունից կամ հաջողությունից։ Այդ հավատքը դրանից կախված չի ժողովուրդ։ Այդ հավատքը չպիտի դրանից կախված լինի, սենց ասեմ։ Միգուցե մեկ-մեկ դրանից կախում ենք, կպցնում ենք, բայց տենց չպիտի լինի։ Եթե տենց է լավ, դժվարություն ալնելու, այդ հավատքը կոտրվելու է, անկում ապրելու ու դուրս են գալու այս Հիսուսի որակավորումից, որ ինքը ուզում է տեսնի այդ հավատքի մեջ։ Իր ուժը ստանում է բացառապես Աստծուց։ Բացառապես։ Գիտես, ասեցի, որ այդ սերմի մեջ ամեն հատկությունները, ամեն ինֆորմացիան, ամեն այդ ներուժը արդեն այդ սերմի մեջ է։ Արդեն դրա մեջ իր մեջ պարունակում է։ Նույնն էլ մեր հավատքը ժողովուրդ։ Պիտի իր մեջ արդեն ամեն ինչ ունենա, ինչ որ պետք է, որպեսզի աճի։ Մենակ այդ Աստծուն է պետք։ Մենակ այդ Աստծուց կառչելն է պետք։ Որ այդ Աստծուց բռնենք, այդ հավատքը կաճի։ Իրավիճակին չնայենք։ Հետևաբար այն կարող է աճել, ծաղկել, նույնիսկ մեր կյանքի ամենադժվարին հողում։ Ու ասեմ ձեզ, փորձը ցույց է տալիս, որ շատ ժամանակ հավատքը հենց այս պայմաններում է աճում։ Կամ կոտրվում է լրիվ, կամ գերբնական աճ է տալիս։ Փորձառությունը ցույց է տալիս, որ եթե ամեն բան լավ է, քո ուշք ու միտքը ուրիշ տեղ է, դու այդ կախվածությունը Աստծուց չես զգում, այդ հավատքի կարիքը նույնպես չես զգում։ Բայց երբ որ դու տեսնում ես, որ քո ուժը չի հերիքում, քո հնարավորությունները արդեն ավարտվել են, արդեն մենակ այդ մի բանը, որ մնում է, ի՞նչն է։ Այդ հավատքն է։ Այդ հավատքն է առ Աստծուն, որ ինքը կարա իրավիճակը փոխի, ինչ որ ոնց որ կամենում է։ Այստեղ է, որ այդ հավատքը հետո ժայթքում է, աճում է, զորանում է, պնդվում է, ու դու արդեն հետագա դժվարությունների ժամանակ այն արդեն առաջինը անցնելով գիտես, որ այո, այս հավատքի մեջ կա զորություն, կա ուժ ու կա պատասխան։ Երրորդը դրական ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ Սա էլ զարմացրեց, հետաքրքիր փաստ է, որ ինքը ճնշում է մոլախոտերն ու վնասակար բաները։ Անտիբիոտիկ հատկություն ունի մանանեխի սերմը, մանանեխը ընդհանրապես։ Երբ որ հողի մեջ է ցանվում, այդ կողքի մոլախոտերն ու այդ կողքի այդ քայքայիչ ինչ որ չգիտեմ բաներ որ կան հողի մեջ, ինքը սաստում է։ Բա մեր հավատքը սրա հետ ինչ կապ ունի։ Աճող կենսունակ հավատք ունի մաքրող ազդեցություն։ Առողջ կենսունակ հավատքը ունի մաքրող հատկություն, ազդեցություն։ Ինչն է մաքրում։ Այն օգնում է մարդու կյանքում եւ միջավայրում տեղահանել բացասական մտածողություն, վնասակար սովորություն, տեղ ազատելով բարիի համար։ Բադ մտքեր են գալիս, բացասական մտքեր են գալիս, ճնշող մտքեր են գալիս։ Հավատքը պիտի ունենա այդ հատկությունը, որ այդ քո մտքերի վրա ազդի։ Որ դու կարինաս այդ միտքը գերի վերցնես, բերես Աստծո ոտքերի տակ դնես։ Հավատքը պիտի այս հատկությունն ունենա, որ բոլոր բացասական են բաները, որ ասում են չէ, տենց չի լինելու, բայց քո հավատքը ասում է կապ չունի, որ ես չեմ տեսնում, բայց ես չտեսածս տեսածի պես եմ հռչակում։ Այս է այն հավատքը, որ Հիսուսը ուզում է տեսնի, ասում է այս ձևի հավատք ունեցողը, այդ սարին կասի կվեկած եւ ընկի ծովը։ Եվ նա էլ կլսի ու կանի։ Երրորդ փուլը արդեն, սիրելիներս, հավատքը որպես հասուն թուփ։ Օշնությունն ու ապաստանը ուրիշների համար։ Այս առաջի երկու փուլը քո կյանքի համար էր։ Քեզ էր պետք։ Դու պիտի աճեիր սրա մեջ։ Դու պիտի ձևավորվեիր։ Դու պիտի դառնայիր այն մարդը,
որ Աստված ուզում է տեսնի։ Բայց դրանից հետո էլի չի ավարտվել։ Արդեն սկսել է այն պահը, որ դու արդեն քո այդ հավատքով պիտի դրական ազդեցություն ունենաս քո կողքինների վրա։ Ապահովում է ապաստան եւ բնադրման վայր թռչունների համար։ Հիսուսի այն առակը, որ ասում է ինչպես նման այստեղ Աստծո արքայությունը, չէ՞, որ նման է մի մանանեխի հատիկի, որ ցանվեց, աճեց, մեծացավ, ճյուղեր տվեց, ամուր ճյուղեր տվեց, որ թռչունները եկան նստեցին վրա։ Էլի մանանեխի մասին է խոսքը։ Այսինքն հասուն հավատքը, սիրելիներս, եսակենտրոն չի։ Չի կարա եսակենտրոն լինի, այն դառնում է օրհնություն ուրիշների համար։ Նման հավատք ունեցող մարդիկ ստեղծում են անվտանգության, հույսի, ապաստանի մթնոլորտ։ Եղել ես մի մարդու հետ մի սենյակում զրույցի մեջ, որ քեզ լավ ես զգացե, որ սենց հոգսերով եկել ես, սենց բեռնված եկել ես ու այդ խոսակցությունից հետո թեթևացել ես։ Որ այն մարդը նենց քեզ սենց բան է տալիս, վստահություն է տալիս, նենց մի հատ, չգիտեմ, հա, հասկացաք։ Խոսակցության մեջ նենց իրավիճակ է ստեղծում, որ դու էլ զարմանում ես, ասում ես, բա ոնց է ես սենց մտածում։ Բա ոնց է ես սենց բացասական ձևով նայում ես ամեն ինչին։ Փաստորեն ամեն ինչը տենց բան չի էլի, կորած չի ոնց որ ես պատկերացնում եմ, մենակ այդ մարդու հետ զրույցից հետո։ Այսինքն սիրելիներս, դա ցույց է տալիս, որ հավատք կա։ Այլ մարդիկ կարող են բուն դնել ճակերտավոր նրանց մոտ, այսինքն գտնել հանգիստ, պաշտպանություն ու հոգևոր սնունդ։ Մենք այդպիսի մարդիկ պիտի լինենք։ Հիսուսը մեզանից դա է սպասում, որ մեր հետ շփվողը կառուցված նորից, շինված գնա։ Ոչ թե մի բան էլ կոտրված։ Երկրորդը կայունություն եւ տեսանելի կառուցվածք։ Մանանեխի թուփը զարգացնում է ամուր բեռնակիր ճյուղեր։ Ընդհանրապես սենց է, թուփը իրենից սենց եսին ինչ ուժեղ ճյուղեր չունի։ Թեթև է, բայց մանանեխը տենց չի։ Թռչունները գալի բարից բուն իմաստով նստում են այդ ճյուղերի վրա, ու այդ ճյուղերը պահում են այդ ամեն ինչը։ Նույնն էլ հավատքը, հասուն հավատքը կյանքին տալիս է ամուր կառուցվածք ու կայունություն։ Ժողովուրդ, այս կայունություն բառը շատ կարևոր է։ Մարդու կյանքը ընդհանրապես երբ է կայուն, երբ որ ունի ինքը հավատք, ինչ որ բանի նկատմամբ, ու այդ հավատքը դրսևորում է իր ամբողջ կյանքի ոճը։ Եթե մի բանը այդ բիմարի մեջ չկա հավատք, մի օր հավատում ես, մի օր չես հավատում, մի օր սենց ես մտածում, մի օր ուրիշ ձև ես մտածում, մի օր ասում ես հա, մի օր ասում ես չէ։ Էսի անկայունությունն է, սա որտեղից է գալիս վերջի վերջո։ Որովհետև չունենք հիմք։ Չկա հիմք ինչին հավատանք։ Չէ՞։ Ու այս ամեն ինչը, եթե չկա, մեր կյանքը դառնում է այսենց։ Մի օր լավ ես, մի օր վատ ես, մի օր լավ ես, մի օր վատ ես։ Այն հոսանքի հետ էթում ես։ Այդ հոսանքը մի քիչ արագ լինի, դու էլ ես արագանում, մի քիչ դանդաղանա, դու էլ ես դանդաղանում։ Այդ հոսանքը կայնի, դու էլ կկանգնես։ Այն դիմացկուն է եւ չի փլուզվում նույնիսկ ճնշման տակ։ Եկան նստեցին այդ ճյուղերի վրա։ Հենարան ես դառնում արդեն։ Հենարան ես դառնում այն մարդկանց համար, ովքեր որ դրա կարիքն ունեն, չես կոտրվում դրա տակ։ Մի բան էլ այդ մարդը, որ գալիս է իր հոգսերով, այդ հոգսերը քեզ չեն ճնշում ու չեն կոտրում, որովհետև դու ունես հավատք, ամուր հավատք։ Ու այդ հավատքը քեզ կարում է պահի։ Կարանք են միացնենք, թե մենակ ես եմ շոքում։ Շոքա, չէ՞։ Մանանեխի թուփը հազարավոր նոր սերմեր է տալիս, հազարավոր։ Մեր հավատքը բա ոնց պիտի լինի։ Դե բնական է։ Այդ հավատքը պիտի վարակի չլինի, ժողովուրդ։ Պիտի մեր հետ շփվողը այդ հավատքով լցվի։ Պիտի մեր հետ շփվողը այդ հավատքը վերցնի, սկսի ինքն էլ հավատալ։ Պիտի մեր հետ շփվողը չկոտրվի։ Այն պտուղ է տալիս եւ ոգեշնչում է ուրիշներին նույնպես հավատալ։ Այն բազմանում է ինքն իրեն,
այսպիսով նպաստելով Աստծո արքայության տարածմանը։ Այդ հավատքն է։ Հիսուսը երբ որ ասում է այս կերպ հավատք որ ունենաք, այս լեռին կասեք վերկաց եւ ընկի ծովը, ժողովուրդ բառացիորեն չի, որ չգիտեմ Ավստրիայում լիքը լեռներ կան, սա հանենք, քոքա հանանենք, գցենք ծովը։ Ծով էլ չունենք ախր, գցենք այն աթերզենը չենք ունենա։ Գիտեք սա սեմական, այսինքն հերյաների մոտ ընդունված ասացվածք է։ Այդ սարը, այդ լեռը տեղաշարժել նշանակում է քեզ համար անհնարին թվացող յուրաքանչյուր բան։ Քեզ համար անհնարին թվացող յուրաքանչյուր խնդիր։ Լեռների տեղաշարժը սեմական ասացվածք է անհաղթելի թվացող խոչընդոտները հաղթելու համար։ Լեռը կարող է լինել ամեն ինչ, խորը արմատացված մեղք, անհույս իրավիճակ, մարդկանց միջև անհաղթելի անդունդ, կատվածահար անող վախ կամ սոցիալական անարդարություն։ Այդ ամեն ինչը կարա այդ լեռը լինի քո կյանքում։ Ու Հիսուսն ասում է, եթե այդ մանանեխի պես դրան նման այդ հատկություններն ունենող հավատքը որ ունենաս, այս sense բաները քո համար այլևս խնդիր չեն։ Եթե կա հիվանդություն, եթե կա ֆինանսական խնդիր, եթե կա անհամաձայնություն, նեղացած ես, չգիտեմ, հուսահատված ես, վախերը քեզ պատել են, իրավիճակը ճնշող է, չգիտեմ ինչ է, որ չգիտես էլ ոնց, Հիսուսն ասում է, այս հավատքը ձևավորի, այս կերպ սպասի, համբերի, վստահի։ Գիտեք, հետաքրքիր մի հատ բան կա, հավատքը անգլերենում faith բառն է։ Եվ դրա հոմանիշները ուղղակի վստահությունն է։ Երբ որ ասում ենք հավատք, կարանք դրա մեջ վստահություն էլ հասկանանք։ Ում նկատմամբ, իհարկե մեր Տիրոջ նկատմամբ, վստահություն, որ ինքը մեր կյանքի Տերն է։ Դու տվել ես քո կյանքը նրան։ Դու վստահում ես նրան։ Դու հավատում ես նրան։ Եթե հավատում ես, ինքը քեզ ասում է, դժվարը հեշտ կդարձնի։ Վատ իրավիճակը բարին գործակից կդարձնի։ Եվ քեզ ամոթով չի թողի։ Ամեն։ Չարը բարին գործակից կդարձնի ու քեզ ամոթով չի թողի։ Եթե հավատում ես դրան, ուրեմն վստահություն կա, չէ՞ քո մեջ։ Ու եթե այդ վստահությունը կա, դրանով շարժվում ես, всё ձևավորեցի այն հավատքը, որ Հիսուսը ասում է, որ պետքա քեզ։ Որ պետքա քեզ այդ ամեն լեռները տեղաշարժելու։ Հիսուսի առաջադրանքը սիրելիներս ո՞րն է։ Գնացեք, ավետարանեք, դևեր հանեք, հիվանդներին բժշկեք, մեռելներին հարություն տվեք։ Սարեր չեն դրանք։ Սարեր են, չէ՞։ Բա ի՞նչ է պետք։ Այս կարգի հավատք։ Ամեն։ Էլ չեմ ուզում երկարացնեմ, սերներս։ Մի հատ առաջարկ ունեմ։ Եկեք բոլորս կանգնենք ոտքի, խնդրենք Տիրոջը այս հավատքի համար։ Հիսուսին երբ որ գալիս են խնդրում են, որ հիվանդին բժշկի, ասում է հավատում ես, որ կկարենամ։ Ու պատասխանը գիտեք որն է, հավատում եմ Տեր, բայց հավատքս ավելացրու։ Եկեք այս sense խնդրենք մեր Տիրոջից, հավատում ենք, բայց թող Տերը մեր հավատքը ավելացնի, զորացնի, որ կյանքի բոլոր իրավիճակներում մենք չկոտրվենք, որ կյանքի ինչ իրավիճակ էլ որ լինի, դրանից հաղթող դուրս գանք, ավելի զորացած, ավելի հասուն, ավելի պատրաստակամ Աստծո արքայության համար վազելու։ Ամեն։ Տերս փառք ենք տալիս քեզ։ Շնորհակալ ենք մեր արքա, քո ներկայության, քո խոսքի համար։ Շնորհակալություն ենք հայտնում Տեր ջան, ամեն ինչի համար, որ դու արել ես մեր կյանքում արդեն Տեր, որ անում ես ու դեռ պիտի անես մեր կյանքում Տեր ջան։ Վստահում ենք քեզ Տեր։ Հավատում ենք Տեր քո խոսքին։ Տեր ուզում ենք տեսնենք Տեր, որ քո խոսքը դու հաստատում ես մեր կյանքերում նշաններով ու հրաշքներով։
Ուզում ենք հավատալ Տերի մարքա, ուզում ենք ել ավելին հավատալ։ Ուզում ենք, որ մեր հավատքը ավելացնես Տեր։ Ուզում ենք, որ մենք հավատանք գերբնականին Տեր ջան։ Ուզում ենք Տեր, որ գործես մեր կյանքում։ Ուզում ենք Տեր արքա, որ հպվես մեզ Տեր։ Ուզում ենք Տեր, որ հպվես մեր հավատքին։ Ուզում ենք Տեր, որ բացես մեր հոգևոր աչքերն ու ականջները, որ տեսնենք հոգևորը Տեր արքա։ Ուզում ենք տեսնենք Տեր այն անտեսանելին, ուզում ենք լսենք այն ամենը, ինչ որ չենք լսել Տեր։ Ուզում ենք տեսնել քո խոսքի մեջ Տեր այն ամենը, ինչ որ մինչև այսօր չենք նկատել։ Ուզում ենք հասկանալ Տերի մարքա, քո կամքը ինչն է մեր կյանքում Տեր։ Ուզում ենք Տեր, որ դու գործես, ուզում ենք, որ մեզ թարմություն բերես։ Ուզում ենք Տեր արքա, որ մեզ օծես։ Ուզում ենք Տերս, որ մեզ ուղարկես։ Ուզում ենք Տեր, որ տաս այնպիսի հավատք, որ վարակիչ կլինի Տեր։ Ուզում ենք տաս այնպիսի հավատք Տեր, որ կհաղթարի ամեն դժվարություն։ Ուզում ենք տաս այնպիսի հավատք Տեր ջան, որ չի կանգնի Տեր։ Ուզում ենք տաս այնպիսի հավատք, որ կվստահի Տեր արքա, այն ամեն փշոտ ճանապարհների վրա նույնպես Տեր։ Ուզում ենք տաս այնպիսի հավատք Տեր արքա, որ կանգ չառնենք։ Հալելույա Տեր։ Վստահում ենք, որ դու լսեցիր, հավատում ենք Տեր արքա, որ դու պատասխանում ես արդեն իսկ Տեր։ Եվ գիտենք Տեր ջան, որ այն ամեն ինչ որ դու սկսում ես, ավարտին էլ հասցնում ես։ Այն ամեն ինչ որ դու մեր ներսում սկսել ես արդեն Տեր, հավատում ու վստահում ենք քեզ Տեր արքա, որ դու ավարտին էլ կհասցնես։ Թող քո անունը փառավորվի, թող քո անունը մեծարվի Տեր։ Ամեն իրավիճակի մեջ Տեր դու փառավորվես մեր կյանքում, մեր գործերի մեջ, մեր խոսքերի մեջ։ Տիրոջ խոսքն ասում է կանգ առ, լռիր ու ճանաչիր, որ ես եմ Տերը։ Մի անգամ մի վկայություն լսեցի, ասում է, երբ որ պարկեցի, սովորության պես հեռախոսս չվերցրեցի մի անգամ ինձ ձեռս, դրեցի մի կողմ, սկսեցի աղոթել։ Աղոթքի ժամանակ զգացի, որ խել խոսքեր չկան, լռեցի։ Ասում եմ, մի անգամից սկսեց Տերը խոսել, մտքումս, հայտնություններ էր տալիս, խոսքեր էր տալիս, այն կարգի, որ քունս փախավ մի անգամից, չէի կարում էլ քնեի, հասավ նույնիսկ այն պահին, որ ես էլ արդեն սկսեցի նորից աղոթել, ասի Տեր, օգնի, որ քնեմ, խի չեմ կարում քնեմ, ուղեղս չի անջատվում, ասում եմ, պատասխան ստացա, որ ամբողջ օրը զբաղված ես, ամբողջ օր ինչ որ բաներ ես անում, եկել ես, հիմա լռել ես, որ իմ հերթն է խոսալու, հիմա լսի։ Մեկ-մեկ պետք է գանք ուղղակի Տիրոջ առաջ ու լռենք։ Տեսնենք Տեր ինչ ունի ասելու։ Մեկ-մեկ եկեք Տիրոջ առաջ կանգնենք ու լռենք։ Մեկ-մեկ եկեք Տիրոջ առաջ ուղղակի բան չասենք։ Ասենք Տեր ջան խոսա։ Հիմա դու խոսի։ Հիմա քո հերթն է խոսելու Տեր։ Հիմա դու ասա։